Դիլիջանում կկառուցվի Հայաստանի առաջին Hyatt Regency հյուրանոցը, հուլիսի 25-ին Green Rock-ն ու Hyatt Hotels Corporation-ը ստորագրեցին համաձայնագիր միջազգային բարձրակարգ հյուրանոցային համալիրի ստեղծման մասին։ Նախագիծը կդառնա Green Rock-ի բազմաֆունկցիոնալ համալիրի մասը, նպատակ ունենալով Դիլիջանը զարգացնելու որպես զբոսաշրջային, գործարար ու մշակութային կենտրոն։ Այն կառաջարկի ժամանակակից ենթակառուցվածքներով ժամանցային եւ առողջարանային ծառայություններ։ Hyatt Regency Դիլիջանը կունենա 205 համար, կոնֆերանս կենտրոն, ավելի քան 550 հյուրընկալելու հնարավորությամբ, ռեստորաններ, ժամանցի եւ առողջարանային ենթակառուցվածքներ։ Green Rock Management Group-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինանը Hyatt Hotels Corporation-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ է համարում ընկերության եւ Դիլիջանի զարգացման համար։ Сегодня мы отмечаем groundbreaking церемонию. Ուրախ ենք ներկայացնելու Hyatt Regency բրենդը Դիլիջանում։ Սա կարևոր եւ խորհրդանշական փուլ է թե Green Rock-ի, թե Հայաստանի համար։ Hyatt-ի հետ մենք ձգտում ենք ստեղծելու ոչ թե պարզապես հյուրանոց, այլ լիարժեք ուղղություն, որը ողջ տարվա ընթացքում կգրավի հյուրերի եւ կնպաստի զբոսաշրջության, մշակույթի եւ տեղական համայնքի զարգացմանը։ Երևանից շուրջ 1.5, իսկ Թբիլիսիից շուրջ 3 ժամ հեռավորությամբ Դիլիջանը գրավիչ ուղղություն է ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի հյուրերի համար։ Hyatt-ի Մերձավոր Արևելքի եւ Աֆրիկայի տարածաշրջանի զարգացման գծով փոխնախագահ Լյուդվիգ Բուլդուկյանը ընդգծում է հենց Դիլիջանի ներուժը որպես հեռանկարային զբոսաշրջային ուղղություն։ Շատ ուրախ եմ այսօր Ուրախ ենք Green Rock-ի հետ գործակցության շնորհիվ ներկայացնելու Hyatt Regency բրենդը Հայաստանում։ Դիլիջանն ունի երկարաժամկետ զարգացման մեծ ներուժ, իսկ Hyatt Regency-ն որպես ամբողջական ծառայությունների պրեմիում բրենդ լիովին համապատասխանում է քաղաքի զարգացման տեսլականին, որպես հանգստի, գործարար հանդիպումների եւ միջազգային միջոցառումների առաջատար ուղղություն։ Hyatt Regency Դիլիջան հյուրանոցի գործարկմամբ նախատեսվում է ստեղծել ավելի քան 400 նոր աշխատատեղ հյուրընկալության, ռեստորանային բիզնեսի, առողջարանային ծառայությունների, միջոցառումների կազմակերպման, ինժեներական եւ հյուրանոցային կառավարման ոլորտում։ Green Rock-ի հիմնադիր Մարետա Գևորգյանի խոսքով նախագծի առանցքում մարդիկ են։ Ես իսկապես շատ եմ գնահատում մարդկանց։ Դիլիջանը իմ ծննդավայրն է եւ ես խորին մաղթանքներն եմ հանցում եւ քաղաքին սիրելի եւ սիրելի մարդկանց։ Tomorrow maybe we'll be late. So Ժամանակ մենք մեկ նպատակ ենք ունեցել Դիլիջանը դարձնել այնպիսի վայր, որը կարող է ամբողջ տարվա ընթացքում հյուրընկալել աշխարհին։ Անտառների մեջ գտնվող լեռնային այս քաղաքը կդառնա նպատակակետ թե ընտանեկան հանգստի, թե գործնական այցելությունների համար։ Այսօր դուք տեսնում եք այս նպատակի իրականացումը։ Սա կլինի Հայաստանում առաջին Hyatt Regency հյուրանոցը։ Ինչու Դիլիջան։ Այս հարցի պատասխանը կարելի է գտնել պարզապես մեր շուրջը նայելով։ Սա անհավանական բնությամբ, մշակութային հարուստ ժառանգությամբ եւ աշխարհագրական հարմար դիրքով վայր է։ Մենք գտնվում ենք միջազգային Երևանի, Թբիլիսի եւ Գյումրիի օդանավակայաններից համապատասխանաբար 2.5, 1.5 եւ 1 ժամ հեռավորության վրա։ Ընդհանուր առմամբ Green Rock-ի զարգացման ծրագրերի շրջանակում Դիլիջանում ծրագրվում է ավելի քան 800 նոր աշխատատեղի ստեղծում։ Սա ոլորտի մասնագետների գնահատմամբ նշանակալի ներդրում է տարածաշրջանի սոցիալ-տնտեսական երկարաժամկետ զարգացման գործում։ 2026 թվականին կառավարությունն ընդունել է զբոսաշրջության ոլորտի ռազմավարությունը։ Առաջիկա 4 ամիսների համար նախատեսված փաստաթղթում գործադիրն ամրագրել է Հայաստանի համար ոլորտի ռազմավարական կարևորությունը։ 2024-ի տվյալներով ոլորտում զբաղվածությունը կազմել է ընդհանուր աշխատատեղերի քանակի 15%-ը, իսկ համախառն ներքին արդյունքում զբաղվածության մասնաբաժինը 13.4% է։ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի խոսքով նոր նախագիծը համահունչ է ռազմավարությամբ ամրագրված առաջնահերթություններին։ Այն գործողությունները, այն քայլերը, որոնք հերթականությամբ անում է Green Rock-ը, բխում է եւ համաձայնեցված է 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրից։ Ասեմ ավելին, հիմա մենք իրականացնում ենք Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության զարգացումը կլաստերային տրամաբանության մեջ, այսինքն փորձում ենք մեր ունեցած ռեսուրսը, գումարները ցակուցերից չանել եւ քաոտիկ չծախսել։ Եվ Դիլիջանը հանդիսանում է մեր զբոսաշրջային կլաստերներից մեկը եւ
Էլի այն գործողությունները, որ անում է Green Rock-ը, համահունչ է պետական տրամաբանությանը։ Hyatt Regency-ն միջազգային պրեմիում հյուրանոցային բրենդ է, որը ներկայացված է աշխարհի ավելի քան 50 երկրներում։ Մուտքը Հայաստան նոր հնարավորություն է զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման եւ երկրի միջազգային ճանաչելիության բարձրացման տեսանկյունից։ Ալբերտ Ավետիսյան, Տիգրան Մաթևոսյան, Ռադիոլուր։